Սաձես։ Սաձես։ Մի հատ ասեք, էլի, այդ ձեր դժվարություն։ Հիմա գալիս եմ, էսա մի րոպե էլի գալիս եմ։ Մատ խնդրում եմ դժվարությունները ասեք, մենք էլ լավ հասկանանք, որ կարողանանք ավելի լավ զբաղվենք դժվարություն։ Առևտուր չկա։ Հələ այս ձեր խանութն է։ Շատ լավ խանութ է, պետք է առևտուրը ի՞նչն է պատճառը, որ չկա։ Ինչի։ Կարող է շուկան մի ժամանակ առևտրի շատ մեծ հատվածը Մալացիայի շուկայում էր։ Կամաց տեղափոխվում է տարբեր խանութներ, ինտերնետ եւ այլն եւ օրինակ ինտերնետում վարակույրի վաճառք կա։ Instagram-ի այո ունի։ Value Instagram-ի։ Որն է լուծումը հարցի։ Ինչ պետք է անի կառավարությունը։ Ինչքան է հարկ։ Ես գիտեք հիմա ափսոս համակարգիչս մոտս չի։ Ես անընդհատ ստանում եմ միջին հարկային ծանրաբեռնվածությունը փոքր եւ միջին բիզնեսի եւ իմ գոնե տպավորությամբ այդքան էլ շատ չի, եթե դուք օրենքոյի տված հնարավորություններից օգտվում եք, ինչի մասին է խոսքը, ձեռքբերումների նվազեցումը մինչև 1% նվազեցնելու հնարավորություն կա։ Շատ դեպքերում ուղղակի մեր մոտ սովորությունն է, որ չձևակերպած, չփաստաթղթավորած ապրենք։ Փաստավորենք, մենք անում ենք, աշխատում ենք, հաշվիչները դրված է։ Չէ, այդ չեմ ասում։ Այս ապրանքները, որ բերում եք, չէ, իրանց դոկումենտներով։ Բա պետք է նվազեցնեք, ընդամենը 1% հարկ է, դրա շատ ելնելը որն է։ 1% չի, շատ է լինում։ Չի կարող ավելի շատ լինի, եթե օրինական ձեռք քաշ ենք մուծում, շատ թանկ է գալիս, քաշը։ Այդ տրանսպորտի ծախսն է։ Այդ տրանսպորտի ծախսն է։ Հա, դա էլ է նվազեցվում։ Նախկինում իմիջայլոց օրենքում չկար, մենք մտցրինք օրենք, որ կոմունալները կարան։ Բնաջուրն է, այս մի փոքրիկ տեղին ամիսը 3000 աղբ եմ մուծում, 2-3 օր մեկ աղբ չի թափվում։ Հիմա ես ձեզ էլի մի քանի տեղ արել եմ սա։ Ես դա գիտեք ինչ, ես օրինակ միտեղ աշտարակում տենց դեպք եղավ, ես հետո խնդրեցի գնան կոնսուլտացիա անեն եւ գնացին կոնսուլտացիա արեցին, հետո ինձ հարկայինից ասցին, որ իրանք ավելի շատ են վճարում, քան ունեն հնարավորություն նվազեցնելու, հասկանում եք, ձեզ խնդրում, չէ, նաև մեր գործն է, որ մենք մարդկանց ներկայացնենք։ Գիտեք ինչ, այդ ձեր ասածը պետք է հաշվապահ ունենանք, ունենք չնայած, բայց պետք է անհատ լինի, զբաղվի ամբողջ մեր այս հաշվարկանի, որ այդ ձեր ասած 1%-ը լինի։ Իսկ այդ մենք այդ հնարավորություն բայց հիմա ձեր վճարածի մի մասը դնեք այդ բանի վրա, համ ձեր բիզնեսը ձեզ համար կլինի ավելի կանխատեսելի, համ ավելի քիչ կվճարեք, համ ավելի շատ եկամուտներ կունենա։ Ասած օրենքով որ մենք շարժենք, նախ էլ իմ տարիքս էլ չի հերիքում, որ ես այդ ձեր ասած թվերը չգիտեմ։ Ասիկ ձեր տղան է զբաղվում։ Հա, տղաս է զբաղվում։ Բա թող զբաղվի։ Բա այդ հնարավորությունը 1% ընդհանրապես հասկանում։ Հա, իհարկե։ Էկոնոմիկայի նախարարին ճանաչում եք։ Այո, բոլորին էլ ճանաչում ենք։ Շատ բան չկա այն։ Ձեր այն հաշվապահ, ում որ դուք վճարում եք, որպեսզի սենց թե ինձ վճարում եք։ Եւ այլը կազմի։ Ընդհանրապես ինքը վերցնում է այս ձեր փաստաթղթերը, վարձակալության պայմանագիր եւ դուք ծախսեր եք։ Կոմունալ ծախսերը, աղբի վճարը, էս նվազեցնում եք։ Բոլորը արվում է, բայց մեր առևտրի համար դա էլի բավականին շատ գումար է։ Չէ, կներեք, դուք այդ տոկոսը տալիս եք ձեր առևտրից։ Այսինքն ինչքան քիչ է այդ առևտուրը 10000 դրամ է, 1%-ը 1000 դրամ է, առևտուրը 100000 դրամ է, 1%, չէ, կներեք, այս ինչ է, մի րոպե, 1000 դրամ է, 1%-ը 100 դրամ է, առևտուրը 100000 դրամ։ Կներեք, էլի, ոնց կարա 100000 դրամ առևտրի 1000 դրամը շատ լինի։ Ոնց կարա լինի։ Բայց մենք 1% չենք մուծում, 1.5 կարծեմ։ Նկատի ունեմ։ Բերեք տեղը, հաշվապահին տալիս ենք, աղբը հանում ենք, ջուրը հանում ենք, հոսանքը հանում ենք։ Բայց 1.5% հարկեր չվճարեք։ Դուք ասում եք 1.5% ենք։ Մեր մանր բիզնեսի համար դա չգիտեմ, մանր բիզնեսի։ Հələ կներեք, ներողություն եմ խնդրում, էլի 100000 դրամի համար 100000 դրամի առևտուր եք արել, 1500 դրամ պետքա հարկ վճարեք, դա շատ է։ 1000 դրամին ես 70-80 հազարը դրել եմ ապրանքի։
Ես 35 տարի Շատ առևտուր լավ։ եմ անում։ Շատ լավ, շատ լավ։ Այդտեղավ 30% շահութաբեր բիզնես։ 35 տարի ես աշխատել եմ ընտանիքով, ամուսին, հետո երեխաներով։ Աշխատել ենք այդ մի քանի բանը հավաքվել է։ Հիմա եթե իմ այդ հինը չլիներ հավաքված, մենք չենք կարող այս պայմաններում առևտուր անել։ Ձեր ասած 1000 ներողություն էլ, եթե սխալվեմ, ինձ խնդրում եմ ուղղեք։ Ձեր ասած թվերն եմ ասում։ 100,000 առևտուր եք անում։ 1500-ը վարձն է, հարկն է, 70,000 դրամը բանն է, կտորն է, լավ, պլյուս դարձնենք 25,000 դրամը, այսինքն ձեր բանն է, ձեր շահույթն է։ Իսկ ոչինչ Կներեք, 1000 ներողություն, աշխարհում 20%-անոց շահույթ տվող բիզնեսը համարվում է հոյակապ բիզնես։ Բայց շաբաթը որ լինում է, ամբողջ շաբաթ այդ 100,000-ն էլ չի արվում։ Դե այդ դեպքում չեք վճարում։ Հա, հարկը չեք վճարում, հա, բայց փողը վճարում։ Բայց տեղը մուծում եմ, հոսանքը մուծում եմ, Հա։ ջուրը մուծում եմ, աղբը մուծում եմ։ Հա, Մենք ընդունեցի։ օրերով, շաբաթներով 100 դրամ ստեղ առեմ։ Ընդունեցի։ Հաշվիչը մեկ-մեկ խփում եմ։ Ասում եմ ամոթ։ Դե հիմա ձեր կարծիքով կառավարությունը ինչ անի, որ ձեր առևտուրը լավանա։ Փչացնեն հարկեր։ Էլ ասում էլի 1005, լսեք, հարկը տալիս եք երբ որ կներեք, ներողություն, հոսանքի փողը չենք կարա պակասացնենք, որովհետև հոսանքը բան է կանում։ Այսինքն այդ 100,000 դրամի մեջ 1500-ը դուք քանի տարեկան եք, մի րոպե։ 69-ն, Դե 1500 դրամ, հիմա դուք առողջության ապահովագրության շահառու եք։ Այսինքն Աստված տա ձեզ առողջություն, բայց եթե հանկարծ կարիքը ունենաք, այսինքն այդ հարկով մենք ձեզ համար ապահովում ենք առողջություն։ 10,000 դրամ եղավ, մի ամիս է, որ այդ ապահովությունն եղավ, կներեք, բա միջև այդ հավաքում ենք փողերը, բա միջև այդ, բա 2017 թվի համեմատ 2025 թվականին պետական բյուջեի եկամուտները 135%-ով աճել են։ Դե հիմա եկեք այս տոկոսները, այս բյուջեի հաշվարկը ես չեմ կարող անել, բայց ես իմ ընդհանուր ասեմ, դժգոհ եք։ Կարելի է բաղազ։ Համեցեք։ Դուք 1.5% հարկ եք տալիս, որպեսզի ստանաք 4 միլիոն դրամ, եթե կարիք լինի, կամ 2 միլիոն կամ 100,000 դրամ, որպեսզի կարիք լինի մի օր առողջապահական ապահովագրության, դուք դրա դիմաց վճարեք 20%, որպեսզի ստանաք 20,000 դրամ ավել կենսաթոշակ, ոչ միայն դու հետ վճարը հետ, այլ 600,000 մարդիկ։ Եվ ընդհանրապես 1.5% հարկը, 1.5% հարկը դուք վճարում եք։ Մենք ենք ձեր շնորհակալ, որովհետև դուք ձեր հարկով եք դա ապահովում։ Բայց դուք հաշվում եք մեր 100,000-ի մենակ հարկը մի տոկոսը կամ 1.5%-ը 1000-1500։ Չէ, բայց մենք ենք ձեզ շնորհակալ։ Բայց տեղի փող ենք տալիս, ամեն ինչ ենք տալիս։ Չէ, դա բա բիզնես է, բա ինչ եք ուզում։ Բիզնես չկա, պարոն վարչապետ։ Մեր ասելն էլ դա է, բիզնես չկա։ Ինչի չկա բա։ Շատ քիչ։ Ինչի չկա, եկեք այդ հասկանալ։ Ինչ է, դա արդեն դուք Ինչի չկա։ ես չեմ կարող ասել։ Եթե լիներ այդ 1.5-ը, Կարող է ինտերնետ հարթակների պատճառով է ձեր առևտուրը նվազում եւ այլն եւ այլն։ Դե բայց բիզնեսը պետք է մի հաշվեք, որ մենք օրական 100,000 անում ենք։ Ոչ, կարող է ամբողջ շաբաթ 10,000 դրամ չանեմ առևտուր։ Խնդիրը հարկի տոկոսը չի։ Իհարկե, ընդհանուր առևտրի ծավալն է, որովհետեւ հարկը գոյանում է առևտրից։ ամեն ինչը Եվ ձեր ներողություն, ձեր ասածից հենց երևում է, որ ձեր առած ծախսերի մեջ հարկը չնչին տոկոս է։ Այսինքն դուք ասում եք տարածքի վարձը, որը կառավարության հետ կապ չունի։ Դուք ասում եք հոսանքի փողը։ Հիմա ամեն ինչը չկապեն կառավարության։ Մենք ապրում ենք այս երկրում, բա պետք է տանք, այդ մարդը ինձ պարտական չի։ Իր տարածքտայից ես գումար չվճարեմ։ Մեր ասած ընդհանրապես է դա, որ այդ վճարած պայմանական 1500-ի դիմաց մենք ձեզ ապահովում ենք առողջության ապահովագրություն, ապահովում ենք ավել կենսաթոշակ եւ հիմա ձեր ասածի շուրջը կմտածենք ինչ անենք, որ ձեր առևտուրը նպաստենք, որ շատանա։ Մենակ մի տոկոսը կեսը չէ։ Շնորհակալ ենք։ Ահա, տեսեք, այ տեխնոլոգիաներից օգտվում եք, դա էլ շատ կարեւոր է։ Ավել պակասի համար էլ մեզ կներեք, ավելի շատ կմտածենք ինչ անենք։ Կնայեմ ես ձեր էջը։ Նայեք։ Ինչքան լայք ունի էջը։ 1269։